Այսօր իմ խոհանոցում ֆրանսիական նրբություն, պատրաստում ենք մադլեն, փափուկ, բուրավետ ու աննկարագրելի նուրբ, պահեք բաղադրատոմսը հաստատ պետք է գալու, իսկ մենք գնացինք պատրաստելու։ Պատրաստման եղանակը շատ պարզ է, ամեն ինչ խառնում ենք իրար և ուղարկում ենք թխվելու։ Համանի մեջ կոտրում ենք 3 ձու, ավելացնում ենք շաքարավազը և լավ հարում ենք, մինչև զանգվածը փրփրի և սպիտակի։ Իհարկե կարող եք հարիչով անել։ Ահա այսպես փրփրելուց հետո այստեղ ավելացնում ենք հալեցրած կարագը։ Կարագը պետք է լինի գոլ վիճակում։ Յուրահատուկ համի համար ավելացնում ենք կիտրոնի կեղև և մի փոքր հյութ։ Խառնում ենք այս ամենը։ Եվ այստեղ ավելացնում ենք նաև 2 ճաշի գդալ կաթ։ Եվ մնաց ավելացնենք չոր բաղադրիչները։ Այստեղ ավելացնում ենք մաղած ալյուրը։ Ավելացնում ենք փխրեցուցիչը, վանիլինը և մի պտղունց աղ։ Լավ խառնում ենք և վերջ, պատրաստ է մեր խմորը։ Ջեռոցը միացնում և տաքացնում ենք 180 աստիճան։ Նուրբ մադլենի համար հիմա ցույց կտամ, թե ինչ խտություն պետք է ունենա խմորը։ Չպետք է այն շատ պինդ լինի, այլապես մադլենները կստացվեն չոր։ Ահա այսպիսի խտություն պետք է ստանանք։ Դե իսկ գեղեցիկ մադլեններ ստանալու համար պետք է անպայման ունենանք ահա այսպիսի ֆորմաներ, իմ մոտ 2 տեսակ է, այս մի տեսակը ավելի շատ եմ հավանում, քանի որ ավելի արտահայտիչ է ձևը ստացվում։ Բուսայուղով պատում ենք ֆորմաները և խմորը լցնում ենք տոպրակի մեջ և տեղափոխում ենք ֆորմաների մեջ։ Եվ ահա, տեղափոխում ենք ջեռոցի մեջ և թխում ենք մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Եվ ահա տեսեք ինչ գեղեցկություն ենք ստանում, կարող ենք հենց այսպես էլ համ տեսել, սուրճի հետ ամենահամեղ թխվածքաբլիթներն են, այսպես կոչենք, բայց կարող ենք նաև շոկոլադով պատել և ավելի գեղեցիկ և ավելի համեղ մադլեններ ստանալ։ Դրա համար վերցնում ենք շոկոլադը, այն հալեցնում ենք մեզ հարմար տարբերակով։ Նորից լցնում ենք մադլենի համար նախատեսված ֆորմաների մեջ, որպեսզի ձևավորենք մեր թխվածքաբլիթները։
Ահա այսպես թխված քաբլիկները տեղադրում ենք ֆորմայի մեջ և ուղարկում ենք սառելու։ Եվ ահա սիրելի հետևորդներ, ավարտեցինք։ Կարծես թվում է բարդ է պատրաստելը, բայց շատ պարզ է և հասանելի բաղադրիչներով, միևնույն ժամանակ շատ համեղ։ Խորհուրդ կտամ պատրաստեք, եթե դեռ չեք պատրաստել, և համտեսել, վայելել ձեր իսկ պատրաստածը։ Իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, կիսվեք նաև ձեր սոցկայքերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն, իսկ մենք կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել այս համեղության բաղադրատոմսը, հղումը թողնում են տեսանյութի ներքևում։